Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել հայ ազգի մասնակցի կատարումից հետո իր մեկնաբանության համար։ Ես հիշեցնեմ, որ ուղիղ եթերում իսրայելական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը մեր մասնակցի պարգի ելույթից հետո մեկնաբանել էր հետևյալ մեկնաբանություններ հնչեցրել, թե միթե մենք այս տղաներին Իսրայելում այդքան տարածք ենք տվել, այդքան հող ենք տվել։ Դրան բավական մեծ սկանդալ հաջորդեց, որին նաև դուք արձագանքեցիք, ձեր կազմակերպությունը Save the Ark-ուն հայտարարությամբ հանդես եկաք եւ դրան արդեն հաջորդեց ներողությունը, թե կարծեմ հեռարձակողների կողմից եւ թե այդ ուրեմն մեկնաբանի ով հնչեցրել էր, ով այդպիսի մեկնաբանություններ իրեն թույլ տվել առհասարակ։ Ես կխնդրեմ նախ մեկնաբանեք ինչպես եք վերաբերվում Հայաստանի հանրային հեռուստատեսության այն մոտեցումը, կարծես թե մեծապես իրենք նպաստեցին ըստ իրենց ուրեմն այս ներողությանը, սրան ոնց եք վերաբերվում, ձեր անունը, ձեր կազմակերպության անունը կարծես թե ստվերվեց։ Մեզ համար էական չի, թե ով է կրեդիտը ստանալու, ով է այդ բալերը ստանալու, թե ով է այդ առաջ դարել այդ գործը, կարևորը որ մեծ սխալ էր եւ բավականին մեծ աղմուկ հնչեցվեց եւ այդ սխալը ուղղվեցավ։ Անշուշտ բարձ է որ առանց Save the Ark-ի հայտարարության ովևէ մեկ լրատվամիջոց կամ հերոստանգերությունը կամ այլ մարդիկ պիտի չարձագանքեին գգարձեմ, որովհետեւ նախկինում եղած է ուրիշ դեպքեր, ուրիշ թեմաներով կապված ոչ ոք չի արձագանքել, բայց նորից եմ ասում, կարևորը որ պատասխանը ստացանք, ներողությունը ստացանք, թեկուզ մի քիչ գիսատ բրատ, մի քիչ հեգնանքով, մի քիչ բանով, դե որ արդեն գարտակ դուք ներողություն բառը չի հնչվում մեկնաբանի կողմից։ Իսկ ընկերությունը անշուշտ ներողություն կխնդրե, բայց նախքան ներողություն խնդրել է ինչ որ բացատրություններ է տալիս կամ մահանաներ, այսպես ասած։ Պատրվակներ, այո։ Այո, ոչինչ, կարևորը որ ուղիղ եթերով էլ այդ նույն ներողությունը, այսպես ասած, խնդրեցին, այդ սխալը ուղեցին, նաև ասած մեկնաբանը ինչքանով կարևոր է հայոց ներկայությունը եւ նույնիսկ Իսրայելի ներկայացությունից առաջ ենք մենք ընդեղ եղել, այսինքն կարևորը որ մեր ցայնը դեղ հասավ, հիմա ով է այդ ցայնը հանել, ում շնորհիվ է հաջողվել, ոչինչ, էդի գտողենք կարևորը որ ստացվեց եւ մեր պատասխանը ստացանք։ Դժվար է միտում չգտնելը այս գործողության մեջ, այս արարքի մեջ։ Որն էր պատճառը ձեզ նման մեկնաբանության։ Դեսեք, նախ ասեմ նաև, որ միան հայտարարությունով մենք հանդես չեկանք, նաև պաստապանների կողմից նամակ ուղարկվեցավ քան հերոստանգերության նախագահին եւ ընկերության միդումնավոր, դեսեք, շատ դժվար է այդպիսի բաներ մեկնաբանել, բայց բարձ է որ այսօր աշխարհակաղակական առումով ինչքան Իսրայել-Ադրբեջանը մոտ են եւ արդեն Ադրբեջանը 12 բալ տվեց Իսրայելին եւ դրանից հետո ասենք ներողությունից մի քանի րոպե անց նոր հրաբարագում եղավ քան Իսրայելի կողմից որ Ադրբեջանը մեր եղբայրներն են արյունով այսինքն հստակ է որ ինչ որ աշխարհակաղակական փոփոխություններ կան, բայց ես անկեղծ ասած չեմ կարծում որ մեկնաբանը ինչ որ դիտմամբ կամ միտումնավոր այդպես ուզեց հայերին գբնել, չեմ կարծում, իսկապես չեմ կարծում, Ամենայն բայց դեպս մյուս ազգերի ներկայացուցիչների նկատմամբ նման մեկնաբանություններ ես չեմ լսել։ Ну, հա, ոչ չգիտեմ, մեկ չի։ որովհետև ճիշտ ասեմ, ես եւ Eurovision-ը վաղուց արդեն չեմ նայում ու ընդհանրապես չեմ հետևել, թե իրանք ոնց էին վերաբերվել ուրիշների նկատմամբ, բայց նշենք, որ սա արդեն ավելի լայն, ավելի մեծ կոնտեքստի մեջ է, այդ Կովերի Բարդեզի հարցը կա, հայոց սաղամասը անընդհատ ջնշումների է գործադրվում, այդ հարգային հարցերը կան, այդ խտրականության եւ մեր վրա թքելու այդ զայրահեղների կողմերից եւ հարցակվելու հարցերը կան, այնպես որ պետք է մի քիչ ավելի նկատ լինել եւ նաեւ նշեմ, որ եթե հագարակ կլիներ, մենք հաստատ շատ ավելի մեծ աղմուկ պիտի սկայինք եւ ջնջումներ, եթե ինչ որ Հայաստանում նույնիսկ մարդ այսպիսի մեկնաբանություն անել, թե օրինակ մենք պետք չէ Իսրայելը թողեինք քոյանա կամ հрьяաներին պետք չէ Իսրայելը դայինք, որտեղ դուք թարգմանեցիք մի քիչ սխալ, ինքը ասում է, ես չեմ հավատում, որ այս մարդկանց մի լման թաղամաս ենք տվել Երուսաղեմում։
այդպես է ասում։ Այսինքն, տեսեք, մանավանդ այսպիսի զգայուն նուրբ իրավիճակի մեջ պետք է որ շատ ավելի զգուշ լինեին։ Հիմա դե բարձ է որ Իսրայելի ընդհանրապես Իսրայելի քաղաքականությունը ան պրո-հայկական չի նվազագույնը եւ կարանք նաեւ ասել այս օրերին ուղղակի հագահայկական շահերի է ծառայում, որովհետև ինքը Ադրբեջանի հետ, ինչպես գիտենք, բավականին մտերիմ հարաբերություններ ունի։ Բայց նորից ասեմ, ես չեմ կարող ուղղակի գապ հաստատել ու ասել, այս ինչ որ ավելի լայն ծրագրի եւ նպատակի բաժարով է որ այսպիսի մեկնաբանություն եղավ, բայց բարձ է որ այդ մթնոլորտը ստեղծված է այսօր Իսրայելում, որ փորձում են անընդհատ հայերին անտիշեմի, այսինքն հագասեմիտ բան ռասիստ հрьяաների հանդեպ նկարագրել թերթերի մեջ ինչ որ հոդվածները շատանում են հագահայկական եւ բարձ է որ երևի այդ մեկնաբանը հանգիստ սկաց որ այդպիսին մտնոլորտի մեջ իրան թույլ տա այսպիսի ռասիստ եւ ոչ բարոյական մեկնաբանություններ անել։ Այդ մեկնաբանը քան 11 հերոստալիքի ուրեմն աշխատող է, կան 11-ը դա պետական հերոստաընկերություն է, ճիշտ է։ Այո, pedagogan է։ Ոնց առաջին ալիքը գա երկրորդ տենց, այո։ Ա, Մինքը pedagogan է։ Այս ալիքի հետ կապված խնդիրներ համայնքը ունեցել է կամ ալիքը հայ համայնքի հետ, թե սա առաջին դեպքն էր։ Չէ, ճիշտն ասած, նույնիսկ մի քանի շաբաթ առաջ Հայոց ցեղասպանության մասին ինչ որ հարցազրույց արեցին Հակոբ Ջրնազյանի հետ, որ համահիմնադիրն է Save the Ark-ի եւ նախկինում ուրիշ այսինքն հետևել էին նաեւ Գովերի Բարտեզի հարցին մի անգամ անդրադարձել էին ու վերջերս նաեւ իրանց արաբական լեզվով ծրագրի մեջ հայերի մասին հայոց պատմության Երուսաղեմի մեջ հրապարակել էին հաղորդում։ Այսինքն այնպես չի որ քանը անընդհատ այդ թեզը բռնած է, բայց ցավոք դեսեք մի քիչ նույնիսկ եթե լսեք ներողությունը եւ հետո ուղիղ եթերում ոնց են խոսում, ոնց որ մի քիչ ձեր առնեն։ Այսինքն ես իմ կարևորը մենք ստացանք այդ նամակը, պետք չի ինձ թված այս բահին ավելի լուրջ քայլեր ու թիմել, որովհետև մենք համապատասխան իրանց մեկնաբանության ստացանք ներողությունը գրավոր քանից նույնիսկ եւ ուղիղ եթերում հիմա ձեր են առնում չեն առնում ինչքանով հեգնանք չէր այդպիսի մեկնաբանություններում մեջ մտնելով խորանալով դեղ չենք հասնի կարևորը հասկացվեց որ չեն գարա տենց ուղիղ եթերում հայերին գբնել ու հայոյել միծև ու ռասիստական բաներ ասել ու հեշտ անցնել վրայով ինձ թված ապակայի համար շատ լավ դաս գլնի բոլոր ստեղի ընկերություններուն լրատվամիջոցներում որ գշրեն ավելի իրենց խոսքերը եւ պատմության համեմատ մենք 1600 տարի է Երուսաղեմում ենք ոչ ոք մեզ ոչ մի բան չի տվել ոչ էլ դալույա մենք մեր քրդինքով մեր արյունով բահում բահբանում ենք